Մամա, տղա խնամքի Ինչ տեսք ունի առավոտը, երբ երկուսով ամբողջ գիշեր պայքարել ենք քնելու համար ու դե իհարկե հաղթել է Լեոնը։ Լեոնը իր 11 ամսականում ունի խնամքի մի ամբողջ կոլեկցիա։ Դե ես էլ իհարկե իրանից հետ չեմ մնում։ Իմ խնամքը սկսվում է Լեոնի լոգանքից։ Ջանազյանի լոգանքի գելը օգտագործում ենք ծնված օրվանից, առանց արդյունքների, զգայուն ու ատոպիկ մաշկի համար ու հենց երկուսը մեկում՝ շամպունь ու լոգանքի գել։ Դե մեր թագավորն ապրած կենա վայելում է լոգանքի բոլոր էտապները։ Երկրորդ քայլով Ջանազյանի խոնավացնող կաթիլը ֆիքսեք համար մեկ անհրաժեշտ պրոդուկտ է։ Նույնիսկ գերզգայուն մաշկի համար իդեալական տարբերակ։ Բուսական յուղերով ու նախատեսված ոչ միայն երեխաների, այլ նաև մեծերիս համար։ Խոնավացնող կաթիկը սկրին արեք պարտադիր։ Չի չորացնում, չի գրգռում ու 24 ժամ խոնավա պահում թե իմ թե Լեոնի մաշկը։ Մերսմա յուղը հիմնականում օգտագործում եմ գիշերները, որ ավելի հանգիստ քնի։ Ես շատ ուշադիր եմ Լեոնի պրոդուկտների բաղադրությանը։ Ու քանի որ Ջանազյան բրենդը հենց ստեղծվել է Հայաստանի լավագույն մանկաբույժներից մեկի կողմից, վստահ կարող եմ ձեզ էլ խորհուրդ տալ։ Հիմա ունենք մի քանի րոպե ժամանակ իմ խնամքի համար։ Լսեն այն աղջիկները, ովքեր ունեն գլխամաշկը թեփոտելու խնդիր։ Ֆիքսում եք այս 10-ից 10 շամպունյը թեփի այդ խնդրից լավ մաքրում եմ մաշկս Ջանազյանի միցելյար ջրով, որը լրիվությամբ հանում է հարդարման մնացորդներն ու հաջորդը դեմքի փրփուրս, առանց որի ես իմ կյանքը չեմ պատկերացնում։ Օգնում է պահել ծակոտիները մաքուր, նվազեցնելով կոմեդոների առաջացման հավանականությունը։ Դագեցնում ու միատոնա դարձնում մաշկը, չորացնում ընդհանրապես, ինչը ինձ համար շատ կարևոր է։ Նայեք իմ նոր ծնված մաքուր մաշկը ինչ տեսք ունի այս փրփուրից հետո։ Ու միայն ապրիլի 6-ին ու 7-ին, այսինքն այսօր դուք կարող եք Ջանազյանի ողջ տեսականին ձեռք բերել 20% զեղչով գրելով իրենց կամ մոտենալով Մեգամոլի կղզյակ։